Պարոն Անանյան, նախ Սամվել Կարապետյանի գործի մասին փաստացի միջնորդում են դարձյալ 2 ամսով երկարաձգելու կալանքը։ Ինչու Սամվել Կարապետյանը, ինչու այս փուլում, որն է ձեր դիտարկումը գնահատականը։ Ես կարծում եմ, որ պլանավորված է եղել եւ դեպքերի եթե զարգացումը, եթե ռեալությամբ տեսնենք, որ շատ արագ զարգացումներ են դեպքերի։ Այսինքն բարերար հայ հայտարարությունը զորավիթ լինելու վերաբերյալ հայ առաքելական եկեղեցուն եւ շատ անմիջապես գործընթացների արագ զարգացում։ Սա կարծում եմ, որ նաեւ որոշակի սադրանքներ են եղել եւ սա ըստ էության մեկուսացում է եւ մեկուսացում են պատանդի կարգավիճակում պահում են այն անձնավորությունը, որը էլեկտորալ, թե համախմբման, թե ընդհանրապես Հայաստանի կայացման հետ կապված շատ մեծ ավանդ է։ Եվ մի կարևոր բան էլ ասեմ, ինչու են վախենում Սամվել Կարապետյանից, որովհետև Սամվել Կարապետյանը իր ընտանիքի, իր բիզնեսների կայացումը եւ հարստությունը, որ ինքը քրտինքով անձնական եւ իր ընտանիքի ջանքերով վաստակել է, Հայաստանում չի վաստակել։ Այսինքն նա լսում է ամեն ինչ արել, հետեւաբար այն խոսույթը, որ իրենք պարբերաբար տարիների ընթացքում հարուստ անձնավորության, հարստություն կուտակելու, կոռուպցիայի, օլիգարխիայի վերաբերյալ անընդհատ շեշտադրումները եւ թիրախավորել են այս կամ այն գործիչին, Սամվել Կարապետյանի պարագայում այդ բաղադրատոմսը չի գործում։ Հետևաբար շատ ավելի ուշադիր են, շատ ավելի զգոն են, որովհետև անուրանալի է Սամվել Կարապետյանի ավանդը եւ իր ընտանիքի ավանդը, թե Հայաստանի, թե Արցախի կայացման եւ այդ բարերար գործունեությունը, որ ինքը իրագործում է։ Հետևաբար ռեսուրսների առումով կամ կա ըստ էության Հայաստանի չափանիշներով իրենց հասկացողությամբ կա անսպաստ ռեսուրսներ, թե մարդկային թե ֆինանսական, եւ կա նաեւ համաժողովրդական, այսպես ասած, սեր եւ հարգանք դեպի մեզ բարերարը։ Հետեւաբար ինքը իրանից ներկայացնում մեծ վտանգ։ Այդ համաժողովրդական սերը, հարգանքը վայելում է նաեւ հայ առաքելական եկեղեցին, անգամ սոցիոլոգիական հարցումներն են դա փաստում, շուրջ 80% է կարծեմ վստահությունը հայ առաքելական եկեղեցու շուրջ, եւ այս փուլում տեսնում ենք, որ նաև հոգևորականներ են ձերբակալվում, ուղիղ կապված են իրար հետ այս երկու գործոնները, վարկանիշը եւ կանոնավորումների շարքը։ Տեսեք, ինքնության հիմքերին են խփում, հարվածում են ինքնության հիմքերին։ Ինչու եմ ասում ինքնության հիմքերին, որովհետեւ հայ առաքելական եկեղեցին այն համազգային կառույցն է, որը 1700 տարվա անխափան գործունեություն է։ Մենք ընդհանուր առմամբ նույնիսկ մենք մեր պատմության բազմահազար տարվա պատմության մեջ չէ որ պետականության կորուստներ ենք ունեցել եւ այդ առումով պետականությունը ինքը մեր մոտ բան չէ, այսինքն ինքը ընդմիջումներով է եղել։ Իսկ հայ առաքելական եկեղեցու պարագայում 1700 տարվա կա պատմություն եւ կա անխափան պատմություն։ Եվ շատ ու շատ տարիներ, շատ ու շատ դարեր շարունակ եկեղեցին ինքը հայ առաքելական եկեղեցին պահպանել է մեր ինքնությունը։ Հիմա տեսեք, եթե ինքնության հիմքերին հարվածելու այդպիսի օրակարգ կա եւ այդպիսի պահանջարկ կա եւ այդպիսի հանրարարական կա, բնականաբար ամբողջ քարոզչական մեխանիզմը եւ ամբողջ իշխանական ռեսուրսները պետք է առաջին հերթին ուղղեն հայ առաքելական եկեղեցին։ Տեսեք, մի կողմից կա հասարակություն, կա հանրության կողմից հարգանքի արժանացած մարդիկ, հանրային գործիչներ, քաղաքական գործիչներ, քաղաքացիական գործիչներ եւ կան ակնհայտորեն նաեւ եկեղեցականներ բարձրաստիճան, Միքայել arczepiskopos-ը, Բագրատ arczepiskopos-ը, այն անձիկ, ովքեր որ բացի նրանից որ բարձր եկեղեցական պաշտոնյաներ են, եկեղեցական սանի առումով պաշտոնյաներ են, իրենք նաև մեծ ինքնութենական զրույցներ են անում եւ իրենց քարոզչությամբ փորձում են հանրությանը եւ հայությանը ուղղորդել։ Հետևաբար ոչինչ պատահական չէ հայ առաքելական եկեղեցու ակունքներին հարվածել, հայ առաքելական եկեղեցու ներսում ժողովրդի հետ քարոզելու ունակություն ունեցող բարձրաստիճան եկեղեցականների թիրախավորել, նրանց մեկուսացնել բարերար անձնավորությանը եւ այսպիսով հանրությանը մեկ անգամ եւս քնացնել, մեկ անգամ եւս
այսպես ասած բաղդատել եւ մեկ անգամ եւս գործընթացների նկատմամբ անհետաքրքրություն սերմանելու այսպիսի հստակ մտադրություն կա։ Պարոն Անանյան, եւ վերջում մի ճշգրտում էլի, չեմ կարող չնշել նաեւ իշխանությունների եւ իշխանամերձ շրջանակների դիրքորոշումը Փաշինյանն էլ անձամբ պնդում է, որ ամենևին միտում չունեն եկեղեցին թիրախավորելու, այլ որոշ հոգեվորականների է վերաբերում իրենց այս քայլը գործողությունների շղթան եւ միտումը միայն մեկն է բարեփոխել եկեղեցին։ Ճշմարտացիություն, օբյեկտիվություն չկա Փաշինյանի ասած։ Բացարձակ չկա օբյեկտիվություն, բացարձակ չկա ճշմարտություն, որովհետև եթե անձը իրեն ասում է, ներկայացնում է որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ, բնավ չի նշանակում, որ ինքը եկեղեցու ներսում, եթե եկեղեցուն նորացնելու, եկեղեցին ինչ-որ մի բան տեսնելու առումով ինքը ահազանգելու իրավունք չունի։ Բնականաբար բոլորս էլ ունենք, բայց դա արվում է խոնարհաբար։ Դա աշխարհիկները կամ աշխարհականները չէ, որ պետք է եկեղեցու ներսի կամ եկեղեցու հետ կապված իրենք բարենորոգումներ սկսեն։ Տեսեք, ոչ ոք չի ասում, եթե դու տեսել ես եկեղեցում կա ինչ-որ խնդիր, խնդիրը բարձրացու, բայց զավակի խոնարհությամբ, հավատավոր զավակի խոնարհությամբ բարձրացնու եւ խնդրի քո հոգեվոր հորը այն համայնք, որ դու այցելում ես կամ այն հոգեվոր առաջնորդին, որին որ դու վստահում ես կամ իր հետ հաղորդակցում ունես, ներկայացրու խոնարհաբար լրությամբ եւ թույլ տուր, որ եկեղեցին ինքը իր ներքին կյանքով եւ ներքին կանոնակարգերով փորձի ինքը իր ներսից դա լավացնել։ Սա է հավատավոր, այսպես ասած, հայ առաքելական եկեղեցու հետևորդի վարքագիծը, այսպեսին պետք է լինի։ Սրանից տարբերվող վարքագիծը ինքը բացարձակորեն որևէ լավ նպատակ չի հետապնդում։ Եվ եթե դա ակնհայտորեն արվում է քաղաքական իշխանության ղեկավարի կողմից, ակնհայտորեն դրանք արվում են միմիայն քաղաքական նպատակներով, նաև ազգը տրոհելու, մասնատելու հստակ մտադրությամբ։ Հասկանալի է, տեսակետը շնորհակալություն։